Ողջույն աշխարհի ամենաճերմ եւ ամենաճաշակով հետևորդների։ Երբ դուք դիտում եք այս վլոգը, մարտի 8-ն է, եւ ես ինչպես ձեզ խոստացել էի, դուք բոլորդ մասնակից եք լինելու ինձ հետ իմ օրվան։ Ինձ Անդրանիկը նվեր է արել բացառիկ եւ ընձեռել է հնարավորություն մենակով շոփինգի գնալու։ Գումար է տվել, որպեսզի ես ինքս գնեմ ինձ նվեր այն ինչ ես ուզում եմ ու ամենակարևորը դա անեմ մենակ։ Յան, Ջան, անակնկալ է։ Շնորհավոր։ Ամբրես կյանքս։ Ինչիկն եմ քեզ նվեր տվել։ Էս հեսա հենց վահանը տեսա։ Էսի քո Ոնցորելի դվերդեր։ նվերն է, հա։ Հարգելի դեպքներ, լավ դուք սենս, հա։ Ուզում ես օգնեմ քեզ։ Ասեցի չես ուղղայա։ Ոյ, Ոյ, ոնդի հարգելի դեպքներ, նայեք ինչ սիրուն է եւ իմ ընդհանուր դլուկի հետ շատ սիրուն բռնում այս տարվա երանների մեջ։ Բայց բացեցի դեպքը գնան Երևան նոր։ Էդ ուժի մեջ, հա։ Ինչ որ արվել է։ Սա ուժի մեջ է։ Ոնդո, հիշում ես այն կոստյումը կարճաթև իր շալվարով որ ինձ պատվիրել է հենց այս գույն է։ Հենց անցած տարի չգիտեի հետ ինչ պայուսակ բռնել, այս տարի արդեն գիտեմ։ Հա։ Այստեղ իրա պասպորտով, ազնագիրով ժողովուրդ անելիք է առել։ Ես քո առած հոտերից միշտ շատ գող եմ մնում, բացարձակ մեկի գիտեք։ Ցիտրուսին շատ լավ հոտ էր, ուզում եմ ծովային առնել։ Չնի ոնց որ լանդինի մերի կարով կենենի։ Տոչնիլ։ Ոյոնդ, մեկին մեկ, այնի ուղղակի վարդագույնն է։ Ոխ եկա հոտը։ Ան, խիասես ամարվա հոտ ավելի, ես գանանային էլ չամարվա է։ Այս ցիտրուսային Էկզոտիկ։ Ես մասը ցանի։ Հələ չի ցանել։ Հա, հարգելի հետևորդներ, մի հատ նայեք, ընկեր հետևորդներ, մի հատ նայեք։ Ըհը։ Էս դուխի օծանելիքը ստացա նվերիմ ամուսնու կողմից, բայց հիմա գնամ Երևան, որտե չեղարկվում է։ Կյանք, բայց դու գիտեիր, որ ես փոքր պայուսակներ շատ եմ սիրում դրա համար, թե զուգադիպ է։ Չէ, այնքան էս ասի ականջիս։ Սա ում գալի ասում ես փոքր պայուսակներ։ Տեսի բռնիկն է։ Կյանք, եթե այսօրվա իմ հագուստը չի սազում։ Արա, սազում արա, ոնց չի սազում։ Վահանը փուչիկս պայթացի։ Հազեն լավ բան է, բռնի մի անգամից լավ տեղ ես եթում։ Հա։ Լսի ինձի։ Դե լավ, ես է ում կերտ որ ասեմ։ Որ այդքան ծախսես է անում կյանք։ Անցած տարի չէ, այն տարի որ ինձ հեռախոս էր նվիրել, որ ես նեղվել էի, ես տենց արել, մի հատ կին հասուն կին շատ լավ խորհուրդ էր տվել, ճիշտ ամ քիչ բացասական նոտաների վրա էր, բայց դե դա մարդու էությունն է, խորհուրդն եմ ես ուզում ասել, ուրեմն ասեց, ինչ է ստենց բացասական արձագանքում, երբ որ քո վրա շատ ծախս է արվել, այսինքն դու մտածում ես, որ արժան չես, ուղղակի վերցրու վայելի։ Հա, ուղղակի որ էդի ուրիշ մարդաներ է ծախսել, այդքան չէի նեղվի։ Ես որ իմ ամուսինը։ Արի պաչեմ կյանք շնորհակալ եմ շատ։ Աստված մեկը 1000 օրի բալե։ Հա, փուչիկս ուրա։ Կան մի հատ սիրուն նկարստանեմ մատույթի։ Ութը տերևում։ Քանի Անտոն չի փոշմանելու դեռ Վահանին պահելու է եւ քանի Վահան ինձանից չի կպել, ես արագ վազեմ Երևան մոլ։ Տենց անակնկալ եմ եկել, մի քիչ պլաններս շեղվեցին ավելի, բայց գնացինք։ Միտումնավոր եմ ընտրել ցերեկվա ժամը, դեռ նոր 11-ն է դառնում, որպեսզի այստեղ շատ մարդ չլինի, որովհետև այդ շատ խառնաշփոթից շատ մարդու ներկայությունից ես իրականում ավելի շատ լարվում եմ, քան թե ինձ հաճույք է պատճառում։
Ուրեմն հարգելիներս, դուք իմ հետևորդներ արդեն գիտեք, հա, որ ես երբ որ գնում եմ առհասարակ գնումներ կատարելու 1000 ժամ ման չեմ գալիս ու ինչ որ մի տեղը 10 անգամ շորջ եմ հանում։ Բոլոր խանութներում այդ արագ ման եմ գալիս եւ աչքի տակ առնում եմ այն բոլոր հագուստները, որոնք մի անգամից ինձ սիրտս կպնում են ես դա կհագնեմ։ Հետո նոր բոլոր տեղերում, երբ որ տեսել եմ, հավանել եմ ինչ որ մի բան, նոր գնում եմ ու հենց դա ուզում եմ ու փորձում եմ։ Հիմա մտել եմ մի խանութ, այնց պատտվում եմ աշխատակցություն ասում եմ, այսօր ամբողջ օրը տեսնում եմ ձեզ վերու վարեքանում գնում գալիս եք, բայց ոչինչ չեք փորձում։ Ասեմ ուզում եք ձեզ շարժարեմ, հեսա կշարժարեմ։ Բայց իհարկե ոչ, այս բոլոր խանութներով ման եկա մի տեղ եմ մի բան հավանել Զարայում։ Հիմա մի հատ դա կփորձենք, եթե իմ հագով եղավ, եթե ոչ, մեկ ուրիշ տեղ եմ սիրում բան տեսել, այդ էլ։ Հիմա տեսեք, թանկագիններս, այս շորը շատ որակյալ է, բան չունեմ ասելու, բայց ընդհանրապես իմ ոճը չի։ Մանեկենի վրա ես կարծեցի, թե այն ինձ կսազի, բայց իրականում երբ հագա հասկացա, որ այն ճիշտ է շատ որակյալ է, իրականում շատ գեղեցիկ տեսք ունի, բայց իմը չի, ես սենց բաներ չեմ հագնում, սենց բաների մեջ ինձ կոմֆորտ չեմ զգում, այս մեկը հանեցինք։ Երկրորդ տարբերակը սա լրիվ իմ ոճն է, բայց հագել եմ ու զգում եմ, որ ինչ որ մի բան Այն չի, ճիշտ է ես M չափսն եմ ինձ հետ բերել, որովհետև իմ սովորական չափսը դա M-ն է։ Հագնում եմ ու զգում եմ, որ ուսերը, շալվարի փորի եւ հետևի հատվածը ընդհանրապես իդեալական չեն նստում։ Հետո ինձ համար շատ զարմանալիորեն պարզեցի, որ Zara-ում բոլոր հագուստները նշված չափսից մեծ են։ Օրինակ, եթե ես M հագնող եմ, պետք է S-ը վերցնեմ, որ իմ հագով լինի։ Իսկ M-ը L հագնողներին է ավելի հարմար։ Էնպես որ նույն այդ շորից մի համար փոքր վերցրեցի, որը հիմա կգնանք տուն, կհագնեմ ու դուք կտեսնեք, որ բացարձակ կապ չուներ այն տեսքի հետ, որը քիչ առաջ տեսակ իմ հագին լրիվ ուրիշ բան է դառնում, երբ իր չափսով եմ վերցնում։ Բարև ձեզ։ Կարող եք տարբերություն չկա կարճ ասած, կարող եք առաջինը դուք սպասարկվել։ Շնորհակալություն։ Վերջ հարգելիներս, առանց ավելորդ քաշքշոկների, առանց 1000 անգամ շոր խնդրելու, այս բերեք փորձեմ, չէ, այդ ինձ դուր չեկավ, տարեք այս բերեք փորձեմ, տաննել չեմ կարողանում անգամ, նույնիսկ, տեսեք, այս մարդիկ աշխատավարձ են, չէ, ստանում իրենց աշխատանքը կատարելու համար։ Նույնիսկ, երբ որ ինձ ուրիշ չափս է պետք լինում, այնտեղ կարող ես ասել եւ սպասարկող այդ բաժնից մոտենան ու օգնեն։ Օրինակ, ուրիշ չափս ես վերցրել, տանեն, այդ տանեն ուրիշ չափսը բերեն։ Բայց անգամ ես այդտեղ հենց այդ սխալ ընտրած չափսի շորով դուրս եմ գալիս, ասում եմ ինձ կներեք, պիտի գնամ ուրիշ չափսը վերցնեմ ու գնում եմ ինքս ինձ սպասարկում եմ։ Ասում եմ փոքր տոպրակ չունենք, պիտի մեծ տանք կլինի։ Ասում եմ իհարկե կլինի։ Օրինակ դրա համար ինչ կռիվ պատերազմ սարքենք, իսկ ինձանից առաջ ինձանից հետո ինքը եկավ, ուղղակի եկավ ու կանգնեց ինձանից առաջ։ Քանի որ իմ իրավունքները ես միշտ եմ պաշտպանում, բայց այն որ հավես չկա ընդհանրապես վիճաբանության, մի հատ էլ հետս կռվանում, որ ես քեզանից առաջ էի կանգնած։ Բայց չենք ծավալվում, թող ընդամենը 2 րոպե ուշ ենք սպասարկվում, բայց բան չի լինում։ Ուրեմն ես հիմա իմ գնումներով վերադառնում եմ տուն, գնում ենք խանութ, որտեղի մենեջերը քեռուս որդին է, փոքր տղան, Հակոբին, լիքը տեսել եք, գիտեք, տեսնեմ կգտնեմ իրեն։ Արի, տենց փողերով արի։ Ինչ տանեմ, ապրես շատ, ես խառը գործում ես, ես չուզեցի մտնեմ էլ խանգարեմ։ Հարգելիներս, ես արդեն տանեմ, ուզեցի ձեզ ցույց տամ, թե ինչ եմ առել։ Ուրեմն հիմա բնականաբար այդքան սրա չքնաղ տեսքը չի երևա, բայց երկար հոլիդե, շատ բարձր գոտկատեղով ջինսի շալվար, այստեղ իրեն սենց բանտ է կապվում, դառնում է սիրուն սենց ինչ-որ բան, սրա արժեքը ուրեմն 17900 դրամ էր։
Եվ իմիջայլոց սա S չափսն է, բայց ես առհասարակ M-ն եմ հագնում, ուղղակի իրենց մոտ L-ը M-ը հագցնում, M-ը S-ը հագցնում, այնպես որ ես էլ սկզբից M-ը բերեցի ահավոր էր, հետո ինձ աշխատողները ասացին, որ մի չափս փոքր վերցնեմ ու դա վերաբերում է գրեթե բոլոր հագուստներին։ Սա էլ իր հետի կոստյումն է, չգիտեմ ինչու այսքան բացգուն ցույց տալիս, ես հիմա կհագնեմ եւ դուք կտեսնեք, էլի S չափսն է, 17900 դրամ էլ սա էր։ Մի խոսքով շատ սիրուն շոր է, ես շատ հավանեցի, հիմա կհագնեմ կտես թանկագիններս շորս հագա, որպեսզի մի հատ տեսնեք, թե ինչպես է այն նստում իմ հագին։ Ուրեմն այն շատ ցած թույլ, ամենակարևորը երկար մինչև բոթասիս ներքևի հատվածը։ Այս սեզոնին կարելի է նույնիսկ եթե դեռ շատ ցուրտ է սրատակից վադալասկայով կամ ես հիմա պարզապես ինձ շատ կարճը որովայնը բաց տոպով եմ, այդ պատճառով սա չեմ արձակում, բայց ավելի համարձակ հագուստ կրողները կարող են եւ այտենց կարճ տոպով էլ հագնել, այսպես բաց թողնել։ Ես օրինակ ունեմ կարճաթև բոդիներ, որ sense քիփ այս վերևի հատվածում նստում է ու դրա հետ սա հագած կոճակները թույլ թողած շատ սիրուն է։ Այս մասը բացվում է, բացվելուց լրիվ ուրիշ տեսք է ստանում, sense ծալած, էս էլ իր ոճն ունի, մանեկենի վրա համենայն դեպս ծալած էր ու ինձ դա շատ դուր եկավ։ Սա, ինչպես տեսնում եք, իմ նոր նվիրած պայուսակի հետ էլ է նոր նվեր ստացած շատ սիրուն սազում։ Կարող եմ համադրել վերջերս մի պայուսակ է ինձ գնել։ Փոքրիկ, այս փոքրիկ պայուսակները դարձան արդեն անեկդոտի մեջում։ Այսենց փոքրիկ պայուսակ վերջերս ինքս ինձ գնել էի։ Ահա։ Սրա հետ էլ կարող եմ շատ սիրուն, եթե հաշվի առնենք, որ իմ բոթասները սև են, էլի շատ սիրուն համադրություն է դառնում սենց փուջուրիկ։ Կարող եմ նաև վերցնել իմ այս շագանակագույն պայուսակը, էլի մի խոսքով այս երանգը ամեն ինչի հետ համադրելի է։ Գանձսեկով աքսեսուարներից, ինչպես իմ այս տարվա ձմեռվա անբաժան ընկեր այս ժամացույցն է, շատ սիրուն սազում, հա, որտեվ իր կարերը շագանակագույն են։ Այնպես էլ ամբողջ ձմեռ խորը քուն մտած իմ այս ժամացույցը, որը հիմա պարզապես իր մեջ ոնց որ մարտկոցը նստած է, պետք է իրեն լիցքավորել, նայեք, ասեք, որ շատ սիրուն է նայվում այս ոճի հետ։ Մի խոսքով լիքը բաներ իր հետ համադրելի են, այնպես որ ես շատ ուրախ եմ, սա էլ իմ հագուստը բանի մանկապարտեզի կոմպոզիցիան է, ձեռքի աշխատանքն է ծաղիկների տեսքով։ Շատ սիրուն է եւ իմ գեղեցկության սեղանիկի հետ շատ էլ սիրուն սազում է։ Ահա։ Ամենակարևորը չի թառամում երբեք։